Ծնող ուսուցիչ փոխհարաբերություններ։ Տիգրանն է, ավագ դպրոցի աշակերտ, որն ունի լավ ռետորական հմտություններ, ինչը նրան դարձնում է դպրոցի բանավեճի թիմի ուժեղ թեկնածու։ Տիկին Սարգսյանն է, ուսուցչուհի, դպրոցի բանավեճի ակումբի համակարգողը։ Չնայած Տիգրանի ունակություններին, Տիկին Սարգսյանը որոշեց չներառել նրան դպրոցի հավաքական թիմի կազմում, պատճառաբանելով, որ մրցույթներում Տիգրանի փաստարկման ոճը կարող է երբեմն ագրեսիվ լինել։ Մի կարևոր հանգամանք. Տիկին Սարգսյանը վերջերս բարձրույթ էր ունեցել Տիգրանի հոր հետ։ Տիգրանի հայրը սուր քննադատել էր Տիկին Սարգսյանի բանավեճի ուսուցման մեթոդները, անվանելով դրանք հին ու անարդյունավետ։ Մանկավարժական աշխատողների վարքականոն։ Մանկավարժը պետք է հարգալից եւ փոխըմբռնումով վերաբերվի սովորողների ծնողներին, սովորողի կրթության իրավունք տիրացնելու գործում նրանց ընդունի որպես աջակից։ Ծնողների հետ մանկավարժական աշխատողի հարաբերությունները ոչ մի կերպ չպետք է ազդեն սովորողների գնահատականի կամ կրթական այս կամ այն ծրագրերում նրանց չհիմնավորված ներառելու կամ չներառելու հանգամանքի վրա։ Տիգրանի հոր հնչեցրած սուր քննադատությունը կարող էր ենթագիտակցական լարվածություն առաջացնել ուսուցչուհու մոտ եւ հնարավոր է ազդել նրա որոշման վրա։ Արդյոք ես արդար եմ այս աշակերտի հանդեպ։ Կարող է իմ որոշումը ենթագիտակցորեն ազդված լինել նրա հոր հետ ունեցած վերջին բարձրույթից։ Ինքնավերլուծությունը օգտակար է։ Ուսուցիչը կարող է նաև հարցը քննարկել վստահելի գործընկերների հետ։ Վերջապես, Տիգրանի հոր հետ խաղաղ եւ կառուցողական զրույց նախաձեռնելը կարող է օգնել խուսափել թյուրընկալումներից։ Վարքականոնին համապատասխան, ուսուցիչը որոշում ընդունելիս գործեց ազնվորեն, ցուցաբերելով անաչառություն, ողջամտություն եւ համագործակցային վարքագիծ։